Այսօր շատերի համար դժվար է հասկանալ, թե ինչ է կատարում աշխարհում, սակայն կա մի կարծիք, որի շուրջ ըստ էության բոլորը համաձայն են, եւ կարծիքը այն է, որ գնում է համաշխարհային պայքար աշխարհի տիրապետություն հաստատելու համար։ Եվ այդ պայքարը այսօր ընթանում է Միացյալ Նահանգների մի կողմից եւ մյուս կողմից Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ։ Շատ հետաքրքիր է տեսնել, թե ինչ տեսակետներ ունեին աշխարհաքաղաքականության տեսության հիմնադիրները, բրիտանացի Մակենդերը եւ գերմանացի Haushofer-ը, եւ ինչ կանխատեսումներ իրենք ունեին։ Ինչի համար է կարևոր իրենց տեսակետները, որտեղ կա հիմնավոր կարծիք, որ հիմիկվա աշխարհը շատ նման է այն աշխարհին, որը կար առաջի համաշխարհային պատերազմից առաջ։ Այսինքն քաոս էր տիրում, կենտրոնական համաշխարհային երկիրը տերությունը արդեն գոյություն չունի, կան մի քանի հավակնորդներ, որոնք միմյանց հետ պայքարում են։ Այսօր նույնպես նման մի իրականություն է ստեղծվում, որտեղ Միացյալ Նահանգները կորցնում է իր հեգեմոնի դերակատարությունը եւ պայքար է գնում մի քանի հավակնորդների միջեւ։ Ըստ Մակենդերի ինքը աշխարհը բաժանում էր Heartland-ի եւ Rimland-ի։ Rimland-ը դա են ծովային տերություններն են, իսկ Heartland-ը Եվրասիայի ցամաքային գերտերություններն են, եւ դա Ռուսաստանն է եւ Չինաստանն է։ Այսօր նույնպես Ռուսաստանը եւ Չինաստանը փորձում են նույնպես հավակնություններ ունենալ համաշխարհային մեծ ազդեցություն ունենալու համար։ Ըստ Մակենդերի, ուրեմն այդ կենտրոնը Եվրասիայի կենտրոնի միջուկը հանդիսանում է կենտրոնական Ասիան։ Այսօրվա երկրները՝ Ուզբեկստան, Ղազախստան, Տաջիկստան, Կիրգիզիա եւ Թուրքմենստան, որոնք ունեն կարևորագույն աշխարհագրական դիրք, որոնք կարող են կարևոր դեր կատարել նոր ցամաքային ճանապարհների համար, ունեն նաեւ մարդկային ռեսուրսներ։ Եվ ըստ Մակենդերի ապագա խոշոր պատերազմը համաշխարհային տիրապետության համար ընթանալու է հենց կենտրոնական Ասիայում, եւ եթե Չինաստանը եւ Ռուսաստանը կարողանան միմյանց հետ համագործակցել եւ տիրապետել ամբողջ եվրասիական ցամաքը, ապա իրենք կունենան համաշխարհային տիրապետություն։ Այն ժամանակ 19-րդ դարի սկզբին մրցակցություն ընթանում էր Բրիտանիայի եւ ռուսական կայսրության միջեւ, եւ իրենք կարողացան պայմանավորվել, որպեսզի իրենց մեջ մի անվտանգության բուֆերային գոտի լինի, եւ այդ բուֆերային գոտին Աղվանստանն էր։ Եվ եթե Աղվանստանի քարտեզի վրա ուշադրություն դարձնեք, ապա կտեսնեք, որ կա մի հատված մոտ 350 կիլոմետր, ասենք բարակ միջանցք, որը ձգվում է դեպի Չինաստանը, եւ այդ միջանցքը ստեղծվել էր Բրիտանիայի եւ Ռուսաստանի պայմանավորվածությամբ 19-րդ դարի վերջին, որպես բուֆեր իրենց միջև, որպեսզի իրենք ուղղակիորեն սահման չունենան եւ ընդհանուր տեղի չունենան։ Այսօր նույնպես մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները փորձում են նորից վերադառնալ Աղվանստան եւ նոր ադմինիստրացիա, Թրամփի ադմինիստրացիայում կան տեսակետներ, որ նորից իրենք պետք է դերակատարություն ունենան Աղվանստանում։ Ուրեմն սա Մակենդերի տեսություններ, սակայն կար նաեւ Haushofer-ի տեսությունը, եւ Haushofer-ի տեսությունը այն էր, որ Գերմանիան եւ Սովետական միությունը պետք է միմյանց հետ համագործակցեն, իրենք միասին կարողանան տիրապետել Եվրասիան, եւ Գերմանիան եւ Սովետական միությունը արդեն իրենք միասին ունենան համաշխարհային տիրապետություն։ Եվ պատահական չէր, որ Haushofer-ի տեսության հիման վրա 1920-ական, 30-ական թվականներին Գերմանիայի Սովետական միության միջև համագործակցություն սկսվեց։ Հետագայում մենք տեսանք, թե այդ համագործակցությունը ինչով վերջացավ երկրորդ համաշխարհային պատերազմով։
Սա շատ կարևոր է հասկանալ այս տեսությունները, որովհետև ինչպես ես նշեցի առաջի համաշխարհային պատերազմից առաջ ինչ վիճակ էր ստեղծվել աշխարհում, հիմա նույնպես այդ վիճակն է եւ այս պայքարը կենտրոնական Ասիայի համար նորից վերսկսվել է եւ այդ պայքարում կարևոր դեր ունի հենց հարավային Կովկասը, որտեղ ըստ Մակինդերի եւ ըստ Haushofer-ի տեսությունների հարավային Կովկասը դա ճանապարհ է դեպի կենտրոնական Ասիա, ով որ կարողանա վերահսկողություն սահմանել հարավային Կովկասի վրա, նա կկարողանա ունենալ ճանապարհ դեպի կենտրոնական Ասիան, որը գտնվում է Ռուսաստանի եւ Չինաստանի արանքում։ Եվ այն ինչ որ կատարվում է այսօր հարավային Կովկասում եւ ինչի համար սկսվեց նաեւ Արցախի պատերազմը, ինչի համար էին ասում, որ քանի որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայի պատերազմով, իրավիճակ է ստեղծվել, որ կարող է Միացյալ Նահանգները եւ պայմանական ասած Արևմուտքը տիրապետություն հաստատել հարավային Կովկասի համար եւ այն ինչ կատարվում է, եթե ավելի մանրացնենք Սյունիքի շուրջ, այսպես կոչված արևելք-արևմուտք միջանցքի մասին է խոսքը գնում, ապա դա այդ գլոբալ համաշխարհային պայքարի արտահայտություններից մեկն է։ Եվ մենք, երբ որ լսում ենք հայտարարություններ այս կամ այն կողմից, տարբեր պետությունների առաջի դեմքերի կողմից, ապա պետք է հասկանանք, որ որոշվում է նաև Հայաստանի ճակատագիրը եւ գուցե Հայաստանի լինելու եւ չլինելու հարցը։